Նինոցմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղում անցկացվեց դպրոցականների սեղանի թենիսի օլիմպիադա։ Մրցույթին մասնակցեցին Ժդանովականի, Սպասովկայի և Օրոջալարի դպրոցների աշակերտները, ցուցադրելով իրենց հմտությունները և սպորտի նկատմամբ սերը։ Տարածաշրջանի համար ամենահաջող մարզաձևերից մեկը, կասեի, մեր մունիցիպալիտետի Ժդանովականի թիմը, ինչպես գիտեք, երրորդ տարին անընդմեջ դարձել է այս մրցումների հաղթող, Օրոջալարի և Սպասովկայի աղջիկների թիմն է երկրորդ տեղ գրավել վերջին 3 տարիներում։ Իսկ այս տարի հույսով եմ, որ նորից կունենանք հաջողություններ, հաղթեցին Օրոջալարի աղջիկների թիմը և Ժդանովականի տղաների թիմը։ Մեծ հույսեր ունենք նորից, մեծ ակնկալիքներ, որ նորից կկարողանանք այս մարզաձևով հաղթել ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև Վրաստանի մեջ։ Միջոցառման նպատակն էր խթանել առողջ ապրելակերպը, զարգացնել մարզական հետաքրքրությունները և հնարավորություն տալ աշակերտներին իրենց ուժերը փորձել մրցակցային միջավայրում։ Այսօր տեղի ունեցավ դպրոցական մարզական օլիմպիադան, մարզաձևն էր թենիսը։ Մենք արդեն այս տարի 4-րդ տարին է, որ մենք մասնակցում ենք թենիսի մարզական օլիմպիադայի առաջնությանը։ 3 տարի մենք դարձել ենք Վրաստանի չեմպիոն։ Այս տարի լուրջ փոփոխություններ տեղի ունեցավ, այսինքն տարիքային փոփոխություններ տեղի ունեցան, 2008-9-10 թվերն են, այս տարի արդեն 2 թվերը դուրս եկան, մնացին 10, 11, 12 թվեր։ Շատ դժվար կլինի, քրտնաջան աշխատում ենք աշակերտներիս հետ, մարզիկներիս հետ, որ ունենանք լավ արդյունքներ, քառակի անգամ դառնանք Վրաստանի չեմպիոն։ Այս անգամ Օրոջալարի աղջիկները դառան Նինոցմինդայի սեղանի թենիսի չեմպիոնները և Ժդանովականի տղաներ, իմ աշակերտները։ Մեր մարզիկներին մաղթում եմ հաջողություն և մարզիչին բոլորին էլ շնորհավորում, մարզիկներին թե մարզիչին։ Մրցումները անցկացվեցին հետաքրքիր և ընկերական մթնոլորտում։ Երեխաները ոգևորված էին մրցելով իրենց հասակակիցների հետ։ Օլիմպիադայի արդյունքներով երեխաները պարգևատրվեցին պատվոգրերով։ Մենք այսօր ներկայացնում ենք Օրոջալարի հանրային դպրոցի թիմը, մասնակցում ենք 5 աղջիկ և 5 տղա։ Աղջիկներս գրավել ենք առաջին տեղ։ Մենք շատ շնորհակալ ենք մեր մարզչին Աշոտ Սողոյանին։ Պետք է նաև մասնակցենք ԱԽՑ-ում կայանալի մրցումներին։ Օրոջալար գյուղում անցկացվեց սեղանի թենիսի օլիմպիադան, ևս մեկ վկայություն այն բանի, որ Նինոցմինդայի մունիցիպալիտետը շարունակապար խթանում է երիտասարդության զարգացմանը, առողջ ապրելակերպի տարածմանը և մարզական միջոցառումների կազմակերպմանը։